только очень приятно, что вы приехали к нам. Հարգելի գործարարներ, հարգելի ընկերներ, Հայաստանից ժամանած հայ գործարարներ, Միացյալ Նահանգներում իրենց գործունեությունը ծավալող գործարարներ, տեսնում եմ հեռվում Արմենը Վարդանյան նստած է, դուք այստեղ է ձեր տեղը Արմեն, խնդրում եմ, եկեք այստեղ առջևում նստեք, խնդրում եմ, շնորհակալ եմ։ Ես պիտի խոսքը սկսեմ առաջինը շնորհակալություններից, այնուհետև մեր առաքելությունից։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ-ամերիկյան բիզնես կամուրջը կյանքի տվող իմ շատ հարազատ և վաղեմի գործընկերոջից, որը 20 տարվա ընկերության վաղեմություն ունի, հարգելի Արմեն Վարդանյանից, ով մուտք բացեց և ճանապարհ բացեց հայկական ընկերություններին դեպի Միացյալ Նահանգներ և իր բոլոր հնարավոր ջանքն ու եռանդը ներդրեց, որպեսզի հայկական ընկերությունները կարողանան իրենց արտադրանքը արտահանել, իրենց գործունեությունը իրավական տեսանկյունից ծավալել և այդ բոլոր ուղղությունները պարոն Վարդանյանի աջակցման արդյունքում էին։ Իմ հատուկ շնորհակալությունը պարոն Գագիկ Թամրազյանին, ով որպես բեռնափոխադրող ընկերություն, այդ թվում նաև Mining Shipping ոլորտը, Երևան Shipping ընկերությունը ներկայացնող իմ շատ հարազատ գործընկերը մշտապես աջակցել է մեր ընկերություններին տարբեր ոլորտներում և իր աշխատանքային փորձով և նաև իր կապերով ու հնարավորություններով։ Իմ հատուկ շնորհակալությունը Նաիրա Վարդանյանին, ով Միացյալ Նահանգներում երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում որպես բարեգործական հաստատություն և իր բարեգործական հաստատության շնորհիվ էր, որ մենք անցած տարի Աուտիզմ հայկական բարեգործական դպրոցին ֆինանսական աջակցություն տրամադրեցինք, որի արդյունքում երեխաները վերանորոգված նաև դասասենյակներ ունեցան։ Այդ բարեգործական ներդրման մեջ իր մեծ ներդրումն ունի նաև բարերար Գագիկ Թամրազյանը։ Իմ հատուկ շնորհակալությունը Կալիֆոռնիա նահանգում իր գործունեությունը ծավալող Գլենդերի քաղաքապետարանին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ողջ աշխատակիցներին, ինչպես նաև Տիգրան Ղազարյանին, ով հանդիսանում է միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ։ Պիտի ոգևորությամբ ասեմ, որ միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը իր գործունեության 20 տարիների ընթացքում աջակցել է հնարավոր ճանապարհներ է բացել հայկական բիզնեսի համար, ինչպես Արևմուտքում, այդ թվում նաև ասիական երկրներում, Չինաստան, Ճապոնիա, եվրոպական տարբեր երկրներ։ Եվ այս տարի 2025 թվականին մեր գործունեությունը մեկնարկը սկսվել է Չինաստանից, այնուհետև Եվրոպա, հիմա Միացյալ Նահանգներ, հետո Կանադա և այլն։ Պիտի ոգևորությամբ ասեմ, որ այս ծրագրերի ընթացքում նախագծին մասնակցել են 500-ից ավել բիզնես ընկերություններ և 500-ից ավել բիզնես ընկերությունների 78%-ը գրանցել են հաջողություններ։ Ինչ է նշանակում գրանցել հաջողություններ։ Նրանք իրավաբանական գործունեություն են բացել, սկսել են արտահանումներ իրականացնել, ցանցերի հետ աշխատել, տեքստիլ ոլորտն է սկսել ցանցերի հետ աշխատել և պիտի ոգևորությամբ ասեմ, որ երբեք մի մտածեք, որ երբեք չի լինելու։ Մանավանդ խոշոր ցանցերի մասին է խոսքը։ Մենք մեծ ջանասիրությամբ հպարտանում ենք, որ հայկական տեքստիլ ոլորտը ներկայացված է Costco, Walmart, Target ցանցերում և Made in Armenian մեր հպարտությունն է։ Եվ եթե մենք այսպես միասնական հավասարաչափ քայլերով առաջ գնանք, մեծ հաջողությունների կգրանցենք։ Ես մեծագույն շնորհակալություն հայտնելով ուզում եմ իմ երախտիկը հայտնել հարգարժան Մարկ Չենյանին, ով ամենագիտակ, ամենաբանիմաց, ամենափորձառու ֆինանսական խորհրդատուն է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ աշխարհում։ Եվ նման հայորդի մեծ կյանքի փորձ ունեցող
մեծ կյանքի գիտական հմտություններ ունեցող անձը իր մեծ ավանդն ու ներդրումն է ունենում ճիշտ բիզնեսի ռազմավարության մեջ, ճիշտ եւ գրագետ աշխատանքի մեջ, որովհետեւ եթե մենք գրագետ չենք իրականացնում մեր բիզնես գործունեությունը կամ ֆինանսական բիզնես ռազմավարությունը, հետեւաբար մենք ենթարկվում ենք ձախողումների եւ հաջողությունը միայն գրագետ, ճիշտ եւ կարեւոր մարդկանց հետ է շփումը։ Եվ այստեղ նստած են այնպիսի մարդիկ, ովքեր այն կարևոր ձեռքն են, որոնք մեզ տանելու են հաջողության։ Եվ ձեր թույլտվությամբ ցանկանում եմ խոսքը փոխանցել պարոն Ղազարյանին, գործադիր տնօրեն, եւ այնուհետեւ պարոն Չենյանին։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ հարգարժան հյուրեր, IBRS խորհրդի անդամներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաև պատվավոր գիտնականներ եւ մեր այս արդյունավետ հանդիպման մասնակիցներ։ Իրավի պահը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի համար ինչ-որ տեղ նաև պատմում, որովհետև մեզնից յուրաքանչյուրը այս պահին հնարավորություն ունի ճանաչելու իր կողքի նստած մարդուն, գործընկերոջը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ազգությամբ հային կամ ոչ հային, դիտարկելով որպես գործընկեր, դիտարկելով որպես մարդ եւ մարդկային հարաբերություններ ստեղծող, ով կարող է ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Իսկ այսօր Հայաստանի տնտեսության զարգացումը հանդիսանում է մեր կարևոր նպատակներից եւ գործունեությունից մեկը։ Տնտեսության դիվերսիֆիկացիան, տնտեսության հնարավորությունների զարգացումը, արտադրական պոտենցիալի կարողության զարգացումը հանդիսանում է մեզնից յուրաքանչյուրի կարևորագույն նպատակներից մեկը։ Եվ IBRS-ը իր մոտ 20 տարվա գործունեության ընթացքում որդեգրել եւ հետևողականորեն առաջ է տանում լինել հայկական բիզնեսի կողքին։ Լինել հայկական բիզնեսի կողքին նպաստելով ոչ միայն հայկական բիզնեսի արտադրանքի արտահանմանը, այլ նաև հայկական բիզնեսի կարողությունների զարգացմանը, նպաստելով, որպեսզի հայկական բիզնեսը որոշ չափով զարգանալուց հետո կարողանա միջազգային շուկաների պահանջներին համապատասխան ապրանք եւ ծառայություն առաջարկի, որակ, քանակ, ճկունություն, հմտություն, շուկաների մասին գիտելիքներ եւ պատկերացում, որոնք որ կարող են հզորագույն գործիքներ լինել հայ արտադրողի համար ելք դեպի միջազգային շուկաներ։ Մենք այսօր այդ հնարավորությունը ունենք։ IBRS-ը ունի այդ փորձառությունը։ Ինչու ունի, որովհետեւ IBRS-ի կողքին ձեր նման հաջողված եւ հաջողվող գործարարներ կան։ Մենք միասին որպես մեկ ընտանիք կարողանում ենք կոնտակտների ստեղծման ճանապարհով կարողանալ ապահովել բիզնես կապերի ստեղծում, միևնույն ժամանակ դրա վրա քայլ առ քայլ հետևողականորեն զարգացնելով նպաստել մեր երկրի, մեր տնտեսության զարգացմանը։ Եվս մեկ անգամ ուրախ եմ ձեզնից յուրաքանչյուրին այստեղ տեսնելու։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ, որպեսզի մեր այս հանդիպումը հիմք հանդիսանա կոնտակտի ստեղծումից մինչև համատեղ բիզնեսի ստեղծում եւ բիզնեսի զարգացում։ Եվ երբ որ մենք առաջիկա ամիսների կամ առաջիկա տարվա ընթացքում հանդիպենք եւս մեկ անգամ, ունենանք հնարավորություն, ունենանք առիթ ամփոփելու, թե այս հանդիպման արդյունքում ինչ ծնվեց, ինչ գաղափարներ ծնվեց, ինչ գործընկերային հարաբերություններ մենք ունեցանք եւ որպես նշան, որպես ցուցադրում կարողանանք ասել, որ այսօրվա հանդիպման ժամանակ 2025 թվականի մայիսի 10-ին կայացած աշխատանքային հանդիպման համաժողովի ժամանակ այս գործարարը ծանոթացավ, այս գործարարի հետ միասին ծնվեց հետևյալ բիզնես պլանը, որի արդյունքում իրենք արդեն ունեն հետևյալ բիզնես հաջողությունները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ, ես աշխատեցի որքան հնարավոր է կարճ ներկայացնել իմ մտքերը, հիմա սիրով ամբյոնի մոտ եմ հրավիրում հարգարժան պարոն Մարկ Չենյանին, որ այդ փորձով եւ Հայաստանի եւ աշխարհի տնտեսության
վերաբերյալ իր մոտեցումներով և պատկերացումներով կկիսվի ձեր և մեր հետ։ Շնորհակալություն, խնդրեմ առաջին։ Նախ շնորհակալություն ձեր բոլորին, որ այսօր հոս եք և մեզ կուղարկեք։ Եվ երկրորդ անշուշտ կոնսերի տնօրեն ջան, որ այս հրավերը ընձեռեցիք ինձ։ Իմ հետաքրքրությունս Հայաստանի մեջ ընդհանրապես մակրոէկոնոմիկ շրջանակի մեջն է։ Մակրոէկոնոմիկ բառը ես գործած եմ classical economics-ի դպրոցեն քիչ տարբեր սահմանումով։ Ինձ համար կարևոր է այն շերտերը, էկոնոմիկ շերտերը, որոնք ազգային են, երկրին են և գաստեն երկրին ընդհանուր էկոնոմիի վրա։ Այդ է իմ կենտրոնությունից։ Օրինակներ տալու համար, որով ասենք թե երկրի ուսանողության սիստեմը, իսկ մակրոէկոնոմիկ հարց է ինձ։ Առողջապահական սիստեմը, ազգային անվտանգության սիստեմը, և կարևորը, որ որով կենտրոնանամ հարեկային սիստեմ։ Ըստ իմ հետազոտություններուց և ուշ էկոնոմիստներու դրյալներու վրա հիմնված Հայաստանի հարեկային սիստեմը բացարձակապես կկաշխանտե մեր էկոնոմիին արժեք։ Եվ բարձրապես օրինակ դառնալով բարձր օրինակով մեր սիստեմը կնախընտրե 100-ի վրա 20-100 հարկ հավաքել, կան այդ տալ, որ 100,000-ի կաննա և 1000-ի վրա 10 հավաքես։ Ասիկա ուղղակի counterintuitive անտերելավորս է։ Եվ business community-ին շատ մեծ թեր ունի այս սիստեմը անմարավես փոխելու։ Եվ որովհետև կատարի ընդրությունները, ես կգործեմ, որ հայ ժողովուրդը և մանավանդ business community պետք է կենտրոնանան այդ առիթի վրա, ոչ թե հետևի անձի ընդրության, այլ նպատակն է, թե որոնք են, որ կհասկնան այսպիսի դգալություններ երկրի էկոնոմիկ սիստեմի։ Ես Աշոտ Սարոյանն եմ, ներկայացնում եմ Շնայազնի գինու կողմնակի գործարանը։ Այսօր Ամերիկայում ներկայացնում եմ Սարկո Սրտան, որը հիմնադիրը հայրս է, ժառանգություն եմ ստացել։ Ես և իմ ընտանիքի անդամը, քանի որ ես եմ ստեղ իմ ընտանիքի անդամից ներկայացնում։ Գործարանը 1921 թվականի գործարանը, որը զբաղվել է կոնյակով, գինիով և օղու արտադրությունով։ Մինչ այսօր մենք այսօր ներկայացնում ենք Ռուսաստանի շուկայում, աշխատանքներ են տարվում Չինաստանի շուկայում և մեծ սիրով ու ցանկությամբ ուզում ենք նաև ներկայանալու լինել Ամերիկայի շուկայում։ Շնորհակալություն RBRS-ին, որ այսօր հնարավորություն ձեռքում է այսքան լավ մաղթենալ, այսքան լավ նոր ծանոթություն, հուսով եմ կստացվի մեր գործընկերությունը, համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եթե չստացվի, այսքան լավ մարտեզանք, այսքան լավ հանրազրույցում շնորհակալություն։ Իմ երկուսը ծրագրավորված չէր, հանկարծակի Արան առաջարկեց վեր գնալ և խոսել։ Նախ և առաջ ողջունում եմ ձեզ Գլենդերում, մեր Կալիֆորնիայի մեր գեղեցիկ նահանգի արևշատ ու ապահով գեղեցիկ այս քաղաքում։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ եկել եք մայր Հայաստանից և փորձում եք հարաբերություններ ձեռք բերել այստեղի նաև գործը, որովհետև հայրենիքից եկած ցանկացած արտադրանք, առավել ևս բարձրորակ արտադրանք, որը ես տեսնում եմ այստեղ վենդորների կողմից ներկայացված, միանշանակ մեր Սփյուռքում ապրող հայերին ավելի շատ է կապելու հայրենիքին, նրանց մոտ այդ նոստալգիկ զգացողություններն է առաջացնելու, խթան է առաջացնելու, որպեսզի հայերը կարողանան նորից գնան հայրենիք և ավելի շատ ժամանակ անցկացնեն հայրենիքում, այսինքն սա նաև հայրենիք Սփյուռք գործակցության մի շատ կարևոր հիմնաքար է ու շատ կարևոր հենասյուն է,
Եվ այդ պատճառով վերստին իմ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, իմ անուն չնշեմ, բոլորին ովքեր մասնակից են այս գեղեցիկ միջոցառման, ուզում եմ մաղթել, որ այսօրինակ միջոցառումները ավելի շատ լինեն, ավելի հաճախ լինեն եւ ուզում եմ մաղթել, որ ավելի շատ հայրենակիցներ մասնակից դառնան այս ծրագրերին, դահլիճը լինի լեփլեցում, որովհետեւ բոլորս շահող կարգավիճակով ենք հանդես գալու եւ շահեկան իրավիճակում ենք հանդես գալու եւ միանշանակ օգտվելու ենք այս օրինակ նախաձեռնություններից։ Բարով եք եկել Գլենդեր, ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում։ Բարև ձեզ հարգելիներս, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ժամանած գործարարներին, այստեղ մեր ընկերներին։ Ուզում մի փոքրիկ սենց ներկայացնեմ, թե ինչ պատմություն ունի այս միջոցառումը, շուրջ 10 տարի արդեն Մարիամ Մանուկյանը իր կազմակերպությունով մեզ հետ համագործակցելով նախկինում մեր հայ-ամերիկյան գործարարխորհրդի հետ կազմակերպում է եւ այցեր է կազմակերպում գործարարների Միացյալ Նահանգներ։ Բավական ճանապարհ է անցել այս միջոցառումը եւ արդեն կարծես թե յուրի կարգավիճակով չեն, որտեղ գնալով մեծանում է շրջապատը, հնարավորությունները եւ IPRS-ը որպես կազմակերպություն կարողանում է մեր գործարարներին մատուցել բոլոր այն անհրաժեշտ հնարավորությունները, որպեսզի ներկայանան այստեղի շուկայում։ Այնպես որ ես շատ չեմ ուզում ընդլայնվեմ մնացած հարցերում, ուղղակի ողջունում եմ բարի գալուստ եւ բոլորիդ ցանկանում եմ հաջողություն ունենաք եւ կարողանաք կապեր ստեղծել, կարողանաք արտահանել ձեր ապրանքը, կարողանաք այստեղի հետ կոնտակտներ եւ կոնտրակտներ ստեղծել։ Բարի երթ ձեզ, բարի ողջույն։ Մենք եւս մեր Օնյակ արտադրող ընկերությունից փոքրիկ նվեր Եվ Նարեն Վարդանյան ձեզ եւս ունի հանձնելու հավաստագիր, շնորհակալագիր ի նպաստ Հայաստանի գործ